Ձախորդ Փանոսի հեքիաթը, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում, դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզնիքը սելում, լծում է, կացինը առնում գնում է անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է հենց սելը լծած բերեմ, ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ ընկնի մեջը։ Ասածն արած է։ Եզներով սելը բերում է, մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում թխք հա թխք, շատ է քաշում թե քիչ, էդ ինքը կիմանա։ Ծառը ճռռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած, ինչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անցկենալիս է լինում, տեսնում է մեջը վայրի բադեր են լողում, ասում է գլուխը քարը, չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի։ Բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած, միտք անելիս, ինչ անի, ինչ չանի։ Շորերը հանում է, դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է։ Տեսնում է, որ կարող է խեղդվել, ետ է դառնում դուրս գալի։ Դու մի ասիլ, Փանոսը, որ լիճն է մտնում ու խոր է գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա, մնում է տկլոր կանգնած, միտք է անում, ինչ անեմ Տեր Աստված, էսպես տկլոր ուր գնամ, սպասում է մինչև մութն ընկնի, մթան հետ վեր է կենում գնում գյուղը, որ գյուղին մոտենում է, ասում է էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանեցիք ինչ կասեն, արի գնամ աղբորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը, դու մի ասիլ, էդ գիշեր էլ աղբոր մոտ մեծ արք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է լինում, դուռը ծերբ է անում, տեսնի ով կա ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում է, Փանոսը ցավից վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են օհո, մթնումը հրես մի տկլոր օքմին ու 4 կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, թե կա չկա սա սատանա է։ Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարահրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում, գցում անտառները, շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապաչեք ասիլ, Փանոսը կորել է, գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
դես փանոս, դեն փանոս, հարց ու փորձով հագուստն էլ են գտնում մեկի մոտ։ Այ մարդ, էս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ, թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափի վեր ածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում, կանչում, փանոս, փանոս, փանոսը չկա։ Վճռում են, որ փանոսը խեղդվել է։ Գալիս են ժամ ու պատարակ են անում, քելեխը տալիս, կնիկն էլ մի քիչ սուգ է անում, փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում, գնում։ Ահա և այս ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ստեղծագործություններ լսելու հնարավորություն ունենաք։